Ով է ուզում դառնալ միլիարդատեր։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում կրկին ով է ուզում դառնալ միլիարդատեր, հեռուստախաղն է։ Եվ այսօրվա մասնակիցը Նիկոլ Փաշինյանն է։ Ծափ տվեք, արա։ Պարոն Փաշինյան, նախքան խաղը սկսելը թույլ տվեք հարցնել։ Ինչպես եք պատրաստվում ծախսել 10 միլիոն դրամը, եթե իհարկե շահեք։ Ոնց թե եթե շահեք։ Ինչի Հայաստանում այնպիսի հաղորդավար կա, որը կհամարձակվի իմ պատասխանը սխալ համարել։ Երկրորդն էլ, ես ոչ թե 10 միլիոն եմ շահելու, այլ 10 միլիոնով շահույթի ավելացում եմ ստանալու։ Իսկ ինչ վերաբերում է ծախսելուն, երևի 10 անգամ կճաշեմ ընտանեկան ջերմմիջավայրում։ Աննայի հետ ճաշելը մի միլիոն էր, չէ՞։ Եվ այսպես, առաջին հարցը եւ 10,000 դրամ։ Հայ պետական եւ քաղաքական գործիչ, որը ձեզ բնորոշել է որպես ազգակործան պատուհաս, եւ որի մասին դուք ասել եք, որ նա վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ Տարբերակներ։ Մի րոպե, չհասկացա, իմ դեմ հիբրիդային պատերազմ եք վարում։ Համել հարցը կորեկտ չի, որովհետեւ նրա տված այդ գնահատականը պիտի վերջում ճիշտ դուրս գա, բայց իմ դեպքում հենց սկզբից էլ ակնհայտ էր։ Հասկանալի է։ Այսինքն հարցը սխալ եք ձևակերպել։ Այդ 10,000-ը տվեք ինձ, անցեք հաջորդ հարցին։ Ինչ։ Լավ, պարոն Փաշինյան։ Հաջորդ հարցը եւ 20,000 դրամ։ Ինչպես է կոչվում այն երևույթը, երբ որևէ երկիր կատարում է երկրորդ երկրի բոլոր նվաստացուցիչ պահանջները։ Իսկ այդ երկրորդ երկիրը շարունակում է զինվել, սպառնալ պատերազմով եւ առաջին երկրի տարածքի մեծ մասն իրենը համարել։ Տարբերակներ. A. Կապիտուլյացիա, B. Մանիպուլյացիա, G. Դեգրադացիա, D. Խաղաղություն։ Իհարկե խաղաղություն։ Ծափ տվեք, արա։ Ովքեր ծափ չտվեցին, շուտով որպես օտարերկրյա գործակալներ իրենց բերաններում կզգան պետության համը։ Երրորդ հարցը եւ 50,000 դրամ։ Որ կենդանի արարածն է ի վիճակի 3 ամիս մնալ առանց սննդի եւ 40 օր առանց ջրի։ Տարբերակներ. A. Ուխտը, B. Թոշակով ապրող հպարտ քաղաքացին, G. Նավասարդ Կչոյանը։ Բարդ հարց տվեցիք։ Կարելի է օգտվել զանգ ընկերոջը հնարավորությունից։ Շնորհակալություն ցե։ Ալո, Ալեն, լսի մի հատ հարց տամ։ Դու կարաս 40 օր ջուր չխմես։ Տարբերակը բացառում ենք։ Սպասի մի հատ էլ զանգեմ սոցապ նախարարին։ Տարբերակն էլ բացառեցինք։ Ինչ ասեց ոչ մի բան։ Քպական падգամավորներն առանց ուտել խմելու սկի 15 րոպե չեն դիմանա։ Փաստորեն մնաց Նավասարդ Կչոյանը։ Այո, եւ դա ճիշտ պատասխանն է։ Չէ որ նա հոգևոր սնունդով է ապրում։ Հա, ես էլ ասեմ, այն օրը խի էր ինձանից երկրի հակառակ կողմը գիրքը խնդրում։